Ազգային ժողովում քննարկումների ժամանակ որոշվել էր, որ պետք է այսպիսի միջոցառումներ իրականացվի, այսինքն անպատրաստից պետք է այցելեինք եւ զրուցեինք բժիշկների հետ, ինչ է փոխվել այս 3 ամսվա ընթացքում, արդյոք իրենց աշխատավարձների փոփոխություն եղել է եւ այլն։ Առաջի իսկ օրվանից, երբ որ մենք սկսեցինք բժշկի ձայն նախաձեռնությամբ, այսպես խոսել բժիշկների խնդիրներից, բավականին արձանագրել ենք հաջողություններ, որովհետև ամենակարևորը առողջապահության պաշտոնյաները գիտակցեցին, ընդունեցին, հանրային խոստովանեցին, որ այո, բժիշկները ունեն խնդիրներ եւ փորձում են դրան լուծումներ տալ եւ իհարկե այս պահին գոհացուցիչ չեն լուծումները, կան շատ ոչ տրամաբանական հայտարարություններ, սակայն համենայն դեպս խնդրի մասին անընդհատ խոսելով մենք նաեւ պաշտպանում ենք բժիշկների իրավունքները, ցավոք սրտի այսօր պետք է մեր հետ ըստ որոշման լիներ ՄԻՊ-ը, սակայն ցավոք սրտի արձագանք չի եղել ՄԻՊ-ի կողմից, որպես բժիշկների իրավունքների այսպես ոտնահարման հետ կապված եւ դուք տեսաք արդյունքում, որ բժիշկները, որոնք որ գիտակցում են, ինչպես մենք բոլորս, որ ապահովագրությունը շատ կարեւոր է, շատ ճիշտ է որ լինի, սակայն ինստիտուցիոնալ շարունակականության համար մեզ պետք է, որպեսզի այդ համակարգի ամենակարևոր մասը, կոմպոնենտը, այսինքն բժիշկները լինեն ճիշտ վարձատրված, բավարարված իրենց աշխատանքով, որպեսզի ծառայեն մեր պացիենտներին իրենց մասնագիտական առումով։ Եվ այսօր մենք տեսանք, որ բժիշկները դեռ անորոշության մեջ են, նրանք չգիտեն ինչ է լինելու, ինչպես է լինելու, դեռ քննարկումներ են կատարում Zoom հարթակներում, բայց մենք այսօր ֆիքսում ենք արդեն 4-րդ ամիսն է, որ բժիշկները ունեն աշխատավարձների եւ այլի խնդիրներ։ Եվ ցավոք սրտի այս բժիշկները, որոնք որ միակ եկամտի արդյունքը աղբյուրը աշխատավարձն է եւ շատերը բողոքում են, որ ունեն վարկային, տարբեր հարկային պարտավորություններ, նրանք ունեն ռեալ, այսպես ասած, բողոքը, որ մենք չենք կարող բանկերին ասել, սպասեք, մինչև նախարարությունը որոշումներ կկայացնի։ Կարծում եմ այսպիսի այցերը շարունակական կլինեն, որպեսզի մինչև մենք հասկանանք ինչ է կատարվում եւ ինչպես են պահպանվում բժիշկների իրավունքները։ Տեսեք, 2 կաբինետ մտանք, 2 կաբինետում է բուժաշխատողները փաստեցին, որ մեկը 3 ամիսա չի ստացել իր հասանելիք աշխատավարձը իր խորհրդատվությունների համար, մյուս բժիշկը փաստեց, որ աշխատավարձը նվազել է։ Մենք իհարկե կարող էինք ավելի երկար ժամանակ անցկացնել պոլիկլինիկայում, բոլոր կաբինետները մտնել, վստահ եմ, որ գրեթե բոլոր կաբինետներում նույն պատկերներ լինելու, ուղղակի հասկանում ենք, որ սա բուժհիմնարկ է եւ չի կարելի խաթարել պացիենտների այդ հոսքը, բուժօգնությունը եւ այլն, դրա համար երկար չենք ուզում մնանք, էլի։ Այս այցերը լինելու են շարունակական, այս այցերը միայն Երևանով չեն սահմանափակվելու եւ մենք ամբողջ Հայաստանով անցնելու ենք հասկանանք ինչ իրավիճակ է։ Միայն այն փաստը, որ 3 ամիս արդեն իսկ անցել է, բայց փաստացի դեռևս քննարկվում է այս համակարգը ոնց է գործելու, ինչով է գործելու, ով ինչքան է վարձատրվելու, մեկ անգամ եւս փաստում է այն մեր թեզը, որ մեր երկիրը դեռևս պատրաստ չէր եւ անհրաժեշտ աշխատանքներ չէին տարվել մինչեւ համակարգի ներդրումը։ Ինչ վերաբերվում է բուժաշխատողների աշխատավարձերին, ապա ասեմ, որ մեր այս հանրային ճնշման, ձեր լուսաբանման, մեր գրառումների արդյունքում ինչ որ չափով ինչ որ բան փոփոխության ենթարկվել է, այսինքն մենք որ սկսեցինք փետրվարի 16-ին մեր քննարկումները այդ ժամանակ դեռևս հիվանդանոցային բժիշկների վարձատրությունը այլ տոկոս էր, ինչից հետո բարձրացրեցին տոկոսը։ Մենք որ ազգային ժողով գնացինք քննարկման, այդ ժամանակ դեռևս ֆիզիատրների կաբինետները պետք է փակվեին, այսօր արդեն իմանում ենք, որ քննարկում են նաև այլ տարբերակներ։ Ուստի ես ասում եմ, որ բուժաշխատողները պետք է բարձրաձայնեն այս խնդիրները, պետք է չվախենան, որովհետև բոլոր բուժաշխատողների համար ես մեկ անգամ եւս ընդգծեմ, որ արկա է իրավական օգնություն բժշկի ձայն նախաձեռնության կողմից, մենք պատրաստ ենք բոլորի իրավունքները պաշտպանենք, ով որ դրա կարիքը ունի, այսինքն այլևս հնարավոր չի լինելու ասել դիմումդ գրի գնա ու բժիշկը սուսուփուս դիմումը գրի գնա, կարող է դիմել մեզ եւ մենք անհրաժեշտ օգնությունը նրան կտրամադրենք։
Եվ մենք ուզում ենք անպայման ընդգծել, որ բուժաշխատողների ձայնն է կարևոր, իրենք պետք է խոսան, իրենք պետք է չվախենան եւ պետք է բարձրաձայնեն խնդիրները, որպիսի մեր երկրում առողջության ապահովագրության համակարգը գործի արդյունավետ եւ հարատև, որտեղ դա մեզ բոլորիս անհրաժեշտ է։ Ձեզ շնորհակալություն։